Հարգելի գործընկերներ, քննարկում ենք Հովիկ Աղազյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ես չեմ տրվի գայթակղությանը եւ չեմ խոսի գործի բուն դրվագների մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր խմբակցությունը առայժմ չունի որոշում եւ որոշումը կկայացվի դրա մասին բոլորդ կիմանաք, բայց ես անպայման կուզենամ խոսել քաղաքական բովանդակության մասին, որ այստեղ երեկվանից հնչում է։ Մասնավորապես, թե պարոն Աղազարյանը, թե ընդդիմությունը, որը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը, սա մի տեսակ հիշեցնում է Դաշնակցության եւ պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են այն լատինաամերիկյան սերիալներ կային։ Այդ լատինաամերիկյան սերիալների բանն դրամատիկ բաներն են։ Նստեք, ստրկուհի իզարուան չէր, բայց ձեր մտքով պաստորեն ստրկության հետ կապված բան անցավ մի անգամից։ Պարոն Մանուկյան, դուք նստեք ձեզ անդրադառնալու եմ դեռ։ Նստեք։ Գնում եք։ Մի գնացեք, մի վախենում եք, պարոն Մանուկյան։ Վախենում եք, հետ եկեք նստեք։ Նստեք, մի վախեցեք։ Պարոն Մանուկյան, բա այդքա խիզախ դաշնակցականը կփախնի տես մի անգամից։ Նստեք, ձեր մասին անդրադառնալու եմ։ Հարգելի գործընկերներ, պարոն Աղազարյան, ասում եք, որ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, ասում եք, որ ճնշումներ են գործադրում, ասում եք ճնշման, ասում եք, որ Հայաստանում ըստ էության ավտորիտարիզմ է բանանում, ձևավորվում եւ այլն։ Պարոն Աղազարյան, եկեք նայեք փաստերին։ Դուք ուրեմն հրաժարվել եք կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցության համագումար եք արել եւ հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ դուք մասնակցելու եք քաղաքական գործընթացներին եւ թույլ չեք տալու, որ կառավարությունը ներկա իշխանությունը վերարտադրվի։ Սա ավտորիտարիզմ է։ Սա դասական ժողովրդավարություն է։ Բա բռնապետության մեջ տենց է լինում։ Եկեք մի պահ պատկերացնենք, պարոն Աղազարյան, որ դուք падգամավոր եք ձեզ այդքան ջերմեռանդ պաշտպանող դաշնակցության եւ ընդդիմության շեֆի իշխանության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի, ասենք դուք падգամավոր եք 2003 թվականին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Ինչ տեղի կունենար ձեզ հետ, եթե դուք օրինակ հանկարծ ձեզ ասվեր, որ դուք պիտի ձեր մանդատից հրաժարվեք եւ դուք հանկարծ համարձակվեիք մի հատ դժգոհության նշույլներ անգամ ցույց տալ։ Պարոն Դանիելյան, մի խանգարեք, իմ ժամանակը կվերականգնեք։ Սա դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան։ Այն ինչը որ դուք այն պայմանները, որ դուք այսօր ունեք պաշտպանվելու բոլոր իրավունքները, դասական ժողովրդավարություն է, պարոն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ։ Եվ այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում եք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին։